Կառավարությունը որոշել է մեր բոլոր բջջային հեռախոսների իմեյլները գրանցել, ով չգիտի իմեյլին դա հեռախոսի հատուկ իդենտիֆիկացիոն համարն է, ոնց որ մեքենայի համարը, որը ունիկալ է 15 նիշանոց թիվ է ու դա դարձնում է ձեզ շատ վերահսկելի հեռախոս տեսանկյունից։ Սա արվում է նրա համար հայտարարվում է, որ ոնց որ սև շուկան բջջային հեռախոսների փակ են, բայց եկեք մի հատ հասկանանք այս ամենը ինչ վտանգներ է պարունակում, իսկ վտանգները կան։ Առաջինը այն է, որ սա դարձում է շատ ավելի վերահսկելի մեզ, որովհետև ոչ միայն SIM քարտով եք դուք վերահսկվում, այլ նաև ձեր հեռախոսը ֆիզիկապես միշտ բարձ է դառնում, որ սա ձեր հեռախոսն է, պլյուս ըստ նախագծի ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ոչ պետական, որին շատ չափազանց շատ տվյալներ են տրվում, այսինքն ձեր հեռախոսի իմեյլին, SIM քարտը, անձնագրի համարը, պլյուս նաև սահմանի շարժը, սա բացատրեմ, սա էլ է կարևոր։ Իրականում այս ինչա լինելու, այսինքն լինելու հետևյալը, եթե ձեր հեռախոսը պետական ռեեստրում չկա, հա, այդ իմեյլին, ինքը բլոկվելու է։ Սա նաև մեծ ուրախություն տուրիստների համար, այսինքն մարդ գալիս է Հայաստան 30-րդ օրը իր հեռախոսը անջատվում է, որտեղ ինքը գրանցված չի, կամ պետք է ինքը գնա հատուկ գրանցվի։ Պատկերացնեք, դուք գալիս եք ինչ-որ երկիր ձեր համար ֆրֆռալու, բայց ուրեմն հատ էլ պետք է գնաք ինչ-որ պետության կառույց հերթ կանգնեք, որ ձեր հեռախոսի իմեյլին գրանցել, որ բլոկ չընկնի։ Մեր հրաշք։ Մենք այստեղ փաստացի անհամաչափ տվյալների հավաքագրման հետ, որը անվերահսկելի է, վերահսկողների վերահսկողության մեխանիզմ ես առնվազն չեմ տեսնում, ինչ որ մի քանի հազար հեռախոս շուկայից անելու, այսպես, որոնք սև ձևով են, հա, ինչ որ Դուբայից մեկը մի 3 հատ հեռախոս է բերել, վաճառել է, արդյոք այս խնդիրը լուծելու համար արժի բոլորին հերթական ինչ-որ գերվերահսկողության համակարգի տակ գցել, պլյուս էլի ձեզ ուրախացնեմ, դուք պետք է դրա համար վճարեք, ինչ-որ տուրք կա, որի չափը գրած չէ, բայց եւս լրացուցիչ տնտեսական բյուջեի մեջ բանը ավելանում, ու ընդհանրապես sense լուրջ որոշումները կարծում եմ պետք է լուրջ քննարկվեն, հետո ոչ միայն ազգային ժողով կան, այլ մի հատ կառավարության անի մեջ մտնեն ընդունած փաստաթղթերի, ու ասեմ ձեզ, որ խոսք է գրում միջազգային փորձ կա, այս հարցը ասեմ, որ երկրներում այս ամեն ինչը կա։ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։ Այս է միջազգային փորձը, ինչպես տեսնում եք, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներն են, իմեյլները բոլորի գրանցում, հեսա եւս մի ժողովրդավարության բաստիոն, Ռուսաստանն այս ամեն ինչը մտցնում։ Sense.